Հենց նոր 2 հատ դեղի համար 5000 փող տվեցի։ Աղքատության եւ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանում առավել բարդ է հատկապես թոշակառուների վիճակը։ Նրանք ստիպված են թանկ գներով դեղեր գնել եւ դա այն պայմաններում, երբ նրանց եկամուտները չեն ավելացել միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստացած պաշտոնյաների նման։ Տեղորայքի գներից գոհ եք։ Ոչ, շատ թանկ է, շատ թանկ է։ Ու ամիս ավելացնում, մինչև երբ սրա վերջը չի երևում։ Հենց այս խնդրի լուծման համար մեր ձևով ժողովրդական շարժումն օրերս ներկայացրեց ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը։ 40,000 թոշակի պարագայում 20,000 վճարվում է դեղերի համար։ Դեղերի գնի շեշտակի անկումը օգնելու է կենսաթոշակային տարիքի մեր տատիկ պապիկներին, որպեսզի հնարավորություն ունենան իրենք ավելի մեծ գնողունակություն ունենան։ Շատ թանկաստ է, ես չեմ կարողանում վճարեմ այդ թվերը։ Այդ քայլերից մեկով Հայաստանում վաճառվող դեղերը կդառնան նվազագույնը 20%-ով էժան, եւ քաղաքացիները ստիպված չեն լինի օրինակ Վրաստանում հայտնվելիս առաջինը մտածել դեղերն էժան գնելու եւ գումար խնայելու մասին։ 20%-ը էդի զապասով ենք ասել։ Ու մինչ սոցիալական ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցներն իրենց թոշակի մեծ մասը հատկացնում են թանկ գներով դեղեր գնելուն, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որն ի դեպ 6-ից 7 միլիոն դրամի պարգևավճար է ստացել, պարում է Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկում։